վարչապետի թեկնածուն նույն ինքը փաստացի Հայաստանի Հանրապետության վարչապետը պիկապի վրա բարձրացած 21-րդ դարում առանց ամաչելու կոկորդը ճղելով իր դիմաց կանգնած ամբոխի ասում է պերաշկի ուտողները պետք է ընտրեն պերաշկի ուտողներին, կարտոշկա ուտողները պետք է ընտրեն կարտոշկա ուտողներին, կուկուռուզ կրծողները պետք է ընտրեն կուկուռուզ կրծողներին։ Ու սա ասում է մարդ, հասուն տղամարդ, ով որ ոչ միայն չի ամաչում ուտելու մասին բարձրաձայն խոսելուց, որովհետև ուտելու մասին բարձրաձայն կարա խոսի, չգիտեմ, դիետոլոգը կամ խոհարարը, բայց ստեղ արդյոք այդ հանդիպումը դիետոլոգիայի կամ խոհարարության մասին է, իհարկե ոչ, կամ ինչ որ կերակուրը ներս անելու դասընթացների մասին է, իհարկե ոչ, սա քաղաքական պրոցես է, առաջիկա ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցության առաջին դեմքի արտասանած խոսք է։ Սա այլանդակ բան է, ինչը որ սիրում է այս մարդը անել։ Աշխարհում ամենաայլանդակ նախադասությունները ինքը առանց ամաչելու արտասանում է։ Նա իր դիմաց հավաքված ամբոխին ինքը կանգնում է բարձր պլատֆորմի ու ընդեղից կոկորդը ճղելով ասում է. դուք պերաշկի ուտողներ եք, դուք կարտոշկա ուտողներ եք, դուք քյասիբ եք, դուք խեղճ եք, բայց ես էլ ձեզանից մեկն եմ։ Ու այդ ամբոխից մեկը գլուխը չի բարձրացնում ու չի ասում, որ դու մեզանից մեկը չես, դու ապրում ես ավելի լավ պայմաններում, քան մենք, դու ունես թիկնապահներ, ծառայողական մեքենաներ, ամառանոց, լիքը փող, չգիտեմ, լիքը սենց ինչ-որ բաներ, չի ասում, բայց իրանց առաջնորդը նրանց ասում է, այ օրինակ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, մեծահարուստ մեր գործարարների անուններն ա տալիս, այ ասում է նրանք ձեզանից գողացել են ու հարստացել են, այ նրանցից կխլեմ, կտամ ձեզ, ու այս ամբոխը տխմար լսում ու հավատում է, որովհետև նրանք առհասարակ վերլուծելու ընդունակություններից զուրկ են, նրանք չեն հասկանում, որ գործարարը, ով որ աշխատել է, եղել է աշխատասեր, ստեղծել է աշխատատեղեր, հազարավոր մարդկանց աշխատանքով ապահովել է, հազարավոր ընտանիքներ ապրում են, այդ մարդու ստեղծած գործարաններում աշխատում ու ապրում են, նա ասում է ինքը ձեզանից է գողացել, ու այդ տխմարները հավատում են դրան ու ծափահարում են, սա շատ լավ գիտի, որովհետև ինքը իր ծնված օրվանից եղել է վախկոտ, ստախոս, բանսարկու ու աբիժնիկ, նա շատ լավ գիտի այդ խավի հոգեբանությունը ու նրանց գիտակցության վրա ազդելու բոլոր գործիքներին նա լավագույնս տիրապետում է, մեծ հաշվով ինքը թքած ունի այդ ամբոխի վրա, բայց նա կանգնում է ամբոխի առաջ ու ասում է, ես ձեզանից մեկն եմ, տվեք ինձ մանդատ, կգնամ Գագիկ Ծառուկյանի ձեռքից կխլեմ ցեմենտի գործարանը ու դա կպետականացնեմ, բնականաբար այդ տխմար մասայի մեջ ոչ ոք չի կարող գլուխը բարձրացնել ու ասել, այ օրինակ, որ պետականացրիր, դրանից կոնկրետ ես ինչ կստանա, նա չունի ընդունակություն այդքան բանը հարցնելու, ասում է, այ կեթամ, տվեք ինձ մանդատ, գնամ Գագիկ Ծառուկյանի տունը, խլեմ ձեռքից ու
պետականացնեմ, դարձնեմ ծերերի համար ինչ որ, չգիտեմ, առողջարան թե ծերանոց, մի խոսքով, էական չէ թե ինչ է ուզում դարձնի։ Ու ոչ ոք չի ասում։ Ինչու համար մարդու աշխատած փողով ստեղծածը դու պիտի վերցնես ու դարձնես ծերանոց։ Ինչի համար։ Դրանք այնքան տխմար են, որ իրանք չեն էլ հասկանում, որ իրանք այն մի ունեցած, ես չգիտեմ, դրանք տան մեջ են ապրում, թե հավաբուն է իրանք ապրածը, ինչ որ այա, ինչ որ ունեն, սրան եթե տվեցին մանդատ, այդ մի հավաբունը սրանց ձեռքից վերցնելու է ու նվիրի Ադրբեջանից դեպի Հայաստան եկած 300,000 ներգաղթյալների ու սրանք էլի կանգնելու են փողոցում մեկա ծափ տան այդ ժամանակ էլ իրանց ոչ ոք չի հարցնելու ու իրանց պատժելու են սա միայն դրանա ընդունակ սա շատ լավ գիտի Քյասիբ մարդու հոգեբանությունը նա երբ որ падգամավոր էր կոկորտը ճղում էր մեղադրում էր այն ժամանակվա իշխանություններին վատ աշխատանքի մեջ ասում էր երկրում ծայրահեղ ապրող ծայրահեղ աղքատ ապրող մարդիկ կան չգիտեմ ինչ որ նման հիմարություններ էր դուրս տալիս 2018 թվականին երբ որ դարձավ վարչապետ նա հայտարարեց որ ինքը հաշվել է ընդամենը պետքա չգիտեմ թիվը չեմ հիշում հիմա որ ասեմ թե ինչքան թիվ որ այլևս Հայաստանում չլինի ծայրահեղ աղքատ բայց բոլորը անխտիր տեսնում են որ Հայաստանում 18 թվից սկսած ծայրահեղ աղքատների քանակը շեշտակի շատացել է աղքատների քանակն էլ է շեշտակի շատացել ու գնալով ավելի շատանում է այդ ծայրահեղ աղքատներն են որոնց վրա ինքը հիմնվում է այդ ծայրահեղ աղքատները դրանք այն հասարակության այն տխմարագույն մասան է որոնց որ ասում է թե այ ձեր աղքատության մեջ մեղավոր է նախկին այսինչ նախագահը այլ ոչ թե ես ծայրահեղ աղքատի մասին նա խոսելիս կառավարության նիստի ժամանակ ասում է ոնց կառավարությունը պիտի ձեզանով զբաղվի աղքատ եք ուրեմն սիրում եք աղքատությունը այ երբ որ ծայրահեղ աղքատ տխմարագույն մասա երբ որ դու նրան կտաս մանդատ այն ժամանակ նորից գլուխդ կախ ծափ ես տալու եթե այս անգամ պերաշկի էր ուտում հաջորդ անգամ այդ պերաշկին էլ չես ուտելու հենց որ մեզ մնում է մի բան մեր հասարակության այն խավը այն մասան որը որ մնացել է գիտակից դուրս գա ու վռնդի սրանց այլապես մենք այդ տխմար մասայի ձեռքով դառնալու ենք նահատակ մեր իսկ հողի վրա մեր հայրենիքում ուրիշ բան չկա ոչ ասելու ոչ մտածելու